Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ տիտրոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել էինք կապցնել։ Մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մեր գրպաններով լիովին դատարկ։ Մեր լուսանկարները պահվում են որևէ դարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել։ Մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի կրել։ Ամենահավատարիմ ժառանգորդը գլխացավ է ստանում, գույքագրման հետ կապված։ Դահլիճում ձայներ են բարձրանում, բացահայտելով քո ղարկված շահերը, ամեն ինչի մասին, որ նրանք կարող են վերցնել մեր կալվածքից։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մենք նույնիսկ մեր անձը հաստատող հաստատուղթեր չենք վերցնում։ Մենք թողեցինք բանալիները, մենք թողեցինք մեքենաները, մենք թողեցինք ամրոցները, մենք թողեցինք սարդերը։ Հեռանալու ժամանակը հեշտ է, պայքարի ժամանակը դժվար է, ժառանգները կպայքարեն առանց նատան համար, գարնանային կաթսայի համար, նույնիսկ զուգարանի թղթի համար, բայց մենք դատարկ ձեռքերով ենք հեռանում, մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել։ Մեր անձնագրերը մնում են ինչ-որ դարակում հետ, մեր լուսանկարը օրը ժամանակի ընթացքում արել է, մնում է ամենուրեք, ով կհիշի, թե ինչ ունենք, ժառանգները միայն այն են ուզում, ինչ մենք թողել ենք, թե դա բլի վրա գտնան հող առանց նատունը, Վեսրկի պատկենը, որը մաքրում է խոհանոցի լվացարանի մոտ, թե նա ժանդոտած դապակը, թե դա գարնանային կաթսան, ժառանգները կկրվեն ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք, բացի մեզանից, մեկ ժառանգորդ սեղան է վերցնում, հյուսն ասում է, ես կպահեմ մեքենան, ես հոգ տարա հայրիկի մասին, նախքան նրա մահեր, ժառանգները արդեն կռում են հյուրասենյակում, մեր հուղար
թողնում ենք մեքենաները, մենք թողնում ենք ամրոցները, մենք թողնում ենք զարդերը, հեռանալու ժամանակը հեշտ է, պայքարի ժամանակը դժվար է, շարակները կպայքարեն առանց դատարանման, դառնալային կաթսայի համար, նույնիսկ զուգարանի թվքի համար։